Բերդ համայնքից ավագ սերնդի մի խումբ մարդիկ երկու հագեցած օր են անցկացրել բնության գրկում Գանձակարի-Ծաքար ճանապարհի Վարագաջուր գետի ափին, տեղացիներից առավել հայտնի Աղցվի հանդամասում։ Այստեղ նրանց միավորել էր տարիքը սահման չէ հանուն ակտիվ ու հավասար մասնակցության նախագիծը։ Մասնակիցներից ավագը 94-ամյա Աշոտ Պապն է, ով եկել է վայելելու հայրենի շրջանի բնությունն ու կիսվելու տարիների աշխատանքային փորձով։ Ծնվել եմ 32 թվականին, օգոստոս ամսին, ու գյուղի տղա եմ, միշտ բնության մեջ եմ եղել։ Ես հիանում եմ մեր անտառներով, մեր Շամշադինի բնակլիմայական պայմաններից։ Հիանում եմ, որ մեր երկրի նման երկիր չկա։ Ես ուրախ եմ ապրում մեր երեխաների վերաբերմունքից, մեր շրջապատի նիստուկացից, վարք ու վարքից։ Երկօրյա ծրագրին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր արդեն վաստակած հանգստի են անցել։ Նրանց կողքին էին նաև Արցախից տեղահանված եւ Բերդ համայնքում բնակություն հաստատած մարդիկ։ Տավուշյան Նազուկը, նույն ինքը Սալին եւ արցախյան ժենգյալով հացը դարձան այս նախագծի յուրահատուկ համն ու հոտը։ Ուրեմն մենք այսօր պատրաստում ենք ժենգյալով հաց, այդ արցախյան ավանդական ուտեստ է, որը իր մեջ պարունակում է 17 տեսակի կանանչեղեններ, այն դարեր շարունակ եղել է Արցախի այցեքարտը, ու մենք շատ ուրախ ենք ու ջերմացնում ենք մեր արցախյան արևի համն ու հոտը։ Այսօրվա թեմաները շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր օրենք հասկացրել, խաղեր ենք խաղացել, մարմնավարժություններ ենք արել, պարել ենք դաժե, շատ լավ էր, շատ հետաքրքիր ու անկրկնելի օր երևի։ Ավանդական Սալինա, սաղսը սիրում ենք, մեծից մինչև փոքրը։ Մենք պետք է հանդել չնանք, պարտադիր պետք է Սալին լինի։ Ավագ սերնդի համար կազմակերպված երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներն ունեցան ֆինանսական գրագիտության ժամ, կիսվեցին իրենց կյանքի ու աշխատանքային փորձով, մասնակցեցին իմ մանկության հիշողությունները խորագրով արտ-թերապիայի, հոգեբանական խմբային ակտիվությունների եւ մշակութային ժամի։ Ծրագրի շրջանակում այցելեցին նաեւ Վարագավանք եւ Նարդոսի այգիներ։ Քանի որ տեղացիների մեծ մասը լավ հիշողություններ ունեն կապված այս տարածքի հետ։ Օրը հագեցած է, ունենք ակտիվ խաղեր, պասիվ խաղեր, արտ-թերապիայի ժամ, օրվա վերջում ունենք մշակութային մաս, ազգային երգ ու պարի ուսուցում։ Սույն նախաձեռնությունը իրականացում է ABCD ինովացիոն կենտրոնի կողմից կանանց զորացում հանուն բարեկեցության ծրագրի շրջանակում, որն իրականացում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ։ Տարբեր մարդիկ ու կյանքի տարբեր պատմություններ, որոնք երկու օր շարունակ տեղ ունեին մարդկանց զրույցներում, հիշողություններում, համատեղ աշխատանքներում ու պարզապես միասին անցկացրած ժամանակում, երբ կա ցանկություն, ակտիվ կյանքն ու մասնակցությունը տարիք չեն հարցնում։